անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն։ Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ։ Ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն։ Օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում։ Բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ։ Հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Եվ ես վերադառնալով ձեր երկրորդ հարցին, տեսեք, ոչ ոք չի ասում, որ մենք YouTube-յան ալիքները մոնիտորինգի չենք ենթարկելու, բայց ձեր կողմից բարձրացած խնդիրը մեր տիրույթում չի։ Երբ որ բացատրեմ ինչի մասն է խոսքը, մեր վերահսկողություն վերաբերում է նրան, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը, այսինքն մասնակիցները, ովքեր որ օրինակ կօգտագործեն YouTube-յան ալիքը կամ այլ սոցիալական հարթակների քարոզչական հնարավորությունները, դա հայտարարեն։ Դա ինչ է նշանակում, որ այդ նպատակով գումարները, այսինքն ամսի 8-ից սկսած բոլոր քարոզչական նյութերը, որոնք որ ցանկացած հարթակում որ տարածվելու են, այսինքն վճարովի հիմունքներով տարածվելու են, այդ գումարները պիտի հատկացվեն իրենց նախընտրական հիմնադրամներից, այսինքն ու դա պիտի արտացոլվի իրենց հայտարարներում, այսինքն իրենք պիտի դա ամբողջությամբ ցույց տան։ Ինչ վերաբերում է քարոզչական նյութերի բովանդակությանը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի դեպքում կարող է, այսպես ասենք, միջամտել, եթե դա վերաբերում է, այսպես ասենք, ընտրությունների վերաբերյալ, օրինակ ընտրական համակարգի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն է տարածվում։ Բայց երբ որ քաղաքական ուժերը մեկ-մեկու ամենասուր կերպ քննադատեն, չգիտեմ, մեկ-մեկու դեմ ինչ որ գովազդներ կպատվիրեն, հասկանում եք, զրպարտություն է, սուտ է, վիավորանք է, այդ գնահատողները դիմացին, այսինքն մեկը մյուսին, նույնիսկ հարաբերություններում, միջանձնային հարաբերություններում զրպարտության, վիավորանքի համար կարող է բողոքել միայն տուժողը, այսինքն անձը կարող է գնալ դատարան, պահանջել, որ իրենից ներողություն խնդրեն, չգիտեմ, փոխհատուցություն, այսինքն որևէ այդպիսի մարմին չկա, որ երբ որ սուբյեկտները մեկ-մեկու վիավորում կամ զրպարտում են, որը մյուսի փոխարեն գնա, ասենք, նրա իրավունքները պաշտպանի։ Ավելին ասեմ, այս դեպքում, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջամտի օրինակ քարոզչական նյութերի բովանդակությանը, կստացվի, որ մենք մեր անկողմնակալության, քաղաքական չեզոքության մանդատը խախտեցինք։ Որովհետև կներեք, քաղաքական գործիչները, ուժերը ազատ են, կրկնում եմ, ազատ են իրենք մեկ-մեկու ինչ կցանկանան ասել։ Ու մեկ-մեկու հերքողները պետք է լինեն իրենց իրավունքները պետք է պաշտպանեն, ասենք, մեկը մյուսին զրպարտել է, չգիտեմ, վիավորել, իրենք իրենց իրավունքները պետք է պաշտպանեն։ Այս դեպքում, որ գնահատել, այսինքն տվյալ անձի նկատմամբ օրինակ վիավորանք է, չէ՞, մենք այդ իրավասությունը կներեք չունենք։ Դա մենք ունենք միայն այն մասով, որ օրինակ տեսալսողական մեդիայի մասին օրենքը, օրինակ արգելում է, չէ՞, հայյանք եւ այլ, այսինքն միայն այդ տեսանկյունից, այդ դեպքում է արդեն մենք այս դեպքում արդեն լիազոր մարմնի մասնագիտական կառույցի միջոցով ենք այս խնդիրը կարգավորում։ Ու կարող եմ ասել, որ շատ վատ կլինի, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրինակ նման լիազորություն տան ու պահանջեն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսի բովանդակությունը քարոզչական քննարկել։ Ես ձեզ հավաստիացնում եմ, ես ինքս երբեք ասեն գրաքննություն թույլ չեմ տա, բայց որովհետև ես ի վերջո հենց խոսքի ազատության համար տարիներ եմ նվիրել, բայց ես վստահ չեմ, որ օրինակ ասենք երբևէ եթե նման լիազորություն օրինակ կհն, չի գա մի հետագա մի կազմ, որը որ այդ գրաքննելու լիազորություն ունենալով չի սկսի խոսքի ազատությունը օրինակ սահմանափակել։ Հասկանում եք, ուզում եմ այս ամենը վտանգավոր է այդ տեքստերի, այդ քննարկումների մեջ մտնել։